Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի բալետմայստեր Մարիամ Ասլանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես 2025 թվականի դեկտեմբերին կայացավ Սասունցի Դավիթ էպոսի բացառիկ բեմական մեկնաբանությունը։ Սասունցի Դավիթը 2025-ի ամենախոշոր, ամենամասշտաբային ներկայացումն է։ Եվ 400 հոգանոց մանկական երգչախումբ, մի քանի տասնյակ բալետի արտիստներ, հրաշալի դեկորներ, ինչպես հաջողվեց այդ 4 ամիս տևած փորձերից հետո ներկայացնել այդպիսի մեգա նախագիծ։ Հաջողվեց իհարկե մեծ աշխատանքի շնորհիվ, որը որ կատարվել է մեծ սիրով, մեծ ջանք է ներդրված այս աշխատանքի մեջ, թե պարողների կողմից, թե ինձ համար հերոս հանդիսացող երեխաների կողմից, թե երգչախմբի ղեկավար եւ գեղարվեստական ղեկավար Նարինե Ոսկանյանի կողմից, նախագծի հեղինակ Գոհ Սարգսյանի կողմից, կարծում եմ, որ բոլորի այս միասնությունը տվեց այս արդյունքը։ Արդյունքը տեսեք այնքան կարևոր է, որ դեկտեմբերի 18-ի եւ 19-ի տոմսերը 2025 թվական, երբ պրեմիերան եղավ, այսպես ասած, ամբողջովին սպառվել էին։ Դա Հայաստանի Հանրապետության պայմաններում իրականում աննախադեպ երևույթ է։ Ինչպես հաջողվեց, այդ հաջողության բանաձևն է շատ հետաքրքիր։ Երևի իր ձևաչափը, նոր ձևաչափ առաջարկելու շնորհիվ եղավ, որովհետև սա բալետ օրատորիա էր, Հայաստանում դեռ չէր եղել այսպիսի դեպք, երաժշտության շնորհիվ, որը որ գրել է հրաշալի խումբ Հողարթուն էթնո-էլեկտրո խումբը, այսինքն նպատակը կայանում էր նրանում, որ երիտասարդ հանդիսատեսին պետք է բերվի օպերային թատրոն, եւ կարծում եմ, որ մեզ հաջողվել է, այո։ Տեսեք, շատ հաճախ, որպեսզի կարողանալ երիտասարդ հանդիսատեսին բերել օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, պետք է լուրջ, այսպես ասած, PR, լուրջ գովազդ։ Ինչպես կարողացաք բացատրել, որ նպատակը հենց երիտասարդ հանդիսատեսին թատրոն բերելն է, որովհետեւ շատերը ներողություն, բայց բալետ օրատորիա չեն էլ հասկանում դա ինչ է իրենից ներկայացնում։ Նախ ուզում եմ նշել, որ առաջարկը Երևանի քաղաքապետարանի կողմից էր եւ գովազդները գնացին հենց առաջին օրվանից, այսինքն սոցհարթակներում, որտեղ որ բոլորիս հայտնի է, որ երիտասարդները շատ ակտիվ օգտվում են, գովազդները գնաց այդ հարթակներում, առաջարկները եղան բլոգերներին լուսաբանելու այս նախագծի մասին եւ կարծում եմ, որ մենք նպատակետին, այո, հասանք այդ արդյունքով։ Այս դեպքում ինչ ասել է բալետ օրատորիա, որպեսզի հեռուստադիտողը լավ պատկերացում կազմի։ Բալետ օրատորիան 1 ժամ 30 րոպեանոց ներկայացում է, որտեղ որ զբաղված են բալետի արտիստներ, 24 հոգանոց բալետային խումբ, 400 հոգանոց հավաքական երգչախումբ, մանկական, որոնք որ սովորում են Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո գտնվող բոլոր երաժշտական եւ արվեստի դպրոցներում, այսինքն մեկ բեմում միասին աշխատում են բալետը, երգչախումբն ու կենդանի երաժշտությունը։ Սա մոդեռն ներկայացում է, չէ, եթե չեմ սխալվում։ Սա ժամանակակից ներկայացում է, երաժշտությունը նորից եմ նշում էթնո-էլեկտրո, բալետային, այո, հատվածները ժամանակակից բեմադրությամբ, այդ իսկ պատճառով երիտասարդներին ինձ թվում է հետաքրքրեց այս ներկայացումը։ Իսկ չկար մտավախություն, մտահոգություն, վախ, որ այսպես ասած քննադատություն կլինի ձեր գործընկերների կամ գուցե ավագ գործընկերների կողմից, որոնք միշտ սովոր են, չէ, այսպես ազգային ներկայացումներ, ավանդական դարձած ներկայացումներ բեմադրել ու հանկարծ ժամանակակից ոճով, փոփոխված տեխնո երաժշտությամբ քննադատությունից չեք վախենում։ Միանշանակ մտածել եմ քննադատության մասին, ասեմ, որ վախեցել եմ ոչ, պատրաստ եմ եղել դրան, որովհետև սա մեծ հաշվով իմ մեծ առաջին աշխատանքն էր։ Ես աշխատում եմ նաև Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, ներկայացումներ անում եմ իմ ուսանողների հետ, այնտեղ շատ ավելի ամեն ինչ հանգիստ էր, ավելի ես վստահ էի, այստեղ պատասխանատվությունը այնքանով էր մեծ, որ ես աշխատում էի պրոֆեսիոնալ բալետի արտիստների հետ, որոնք միգուցե ունեին իրենց պատկերացումները այս ներկայացման մասին կամ ընդհանրապես պարարվեստի մասին եւ անել դա գլխավոր թատրոնում, քաղաքի օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ պատասխանատվություն էր, բայց քանի որ հիմքում սերն է աշխատանքի,
հիմքում պրոֆեսիոնալ մարդիկ են կանգնած, այդ իսկ պատճառով աշխատանքը ընթացավ հարթ, իսկ քննադատությանը միանշանակ պատրաստ է եւ սպասում եմ իհարկե։ Իսկ մինչև այս պահը եղել է քննադատություն, թե միայն դրական արձագանքներ են։ Եղել է, չեմ կարող Ինչն է եղել քննադատության թիրախում, այսինքն ինչն են քննադատել, որ հատվածը կամ ովքեր են այդ քննադատողները։ Քննադատություն, այսպես խիստ քննադատություն չի եղել, բայց եղել է մեծահասակների կողմից միգուցե էլեկտրոերաժշտության ընկալումն ու կամ չընկալումը, այսպես այդ հարցով է եղել, որ միգուցե ավելի ականջին հաճո չէ, բայց ընդհանուր առմամբ իհարկե լավ արձագանքներ են եղել։ Իսկ չեք կարծում, որ այդ առումով մենք ունենք խնդիր սերունդների, այսպես ասած, համերաշխություն կամ սերունդների երկխոսության առումով, որովհետև եթե մենք գնանք միայն այդ ավանդական դարձած ոճով, ապա մենք երիտասարդներին ենք կորցնում, այսինքն կորցնում ենք այն հնարավորությունները, որ երիտասարդները գան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, հետո նստում ասում ենք, վայ, գնացին այս ռաբիս երգչի համերգին, բայց օպերայի ներկայացումները կիսադատարկ դահլիճում են անցնում։ Պետք է չէ փոփոխությունը անեն դրան ժամանակին համընթաց, որ այդ մարդիկ էլ գան միանշանակ ամենակարևորը բալանսի բերելն է խաղացանկը, այսինքն եւ մենք ունենք դասական խաղացանք, դասական բալետներ, դասական օպերաներ եւ այժմ քիչ-քիչ գնում ենք դեպի ժամանակակից ներկայացումների եւ ոչ միայն օպերային թատրոնում, այսինքն այդ շենքից դուրս եւս շատ ստեղծագործողներ գնում են այդ ուղությամբ եւ պատկերացրեք բավականին հաջող։ Ամեն դեպքում առաջին քայլն էր մեծ նախագծի ձեզ համար։ Ինչպես կարողացաք այդ քայլը իրականացնել, որովհետև մարդը երբ մի բան անում, այսպես մի քանի անգամ մտածում է օր ու գիշեր, ամիսներ, հեշտ տրվեց այդ ամեն ինչը ձեզ։ Բացարձակ հեշտ չէր, մի քանի օր չէր, մի քանի ժամ չէր, ես շատ երկար եմ մտածել, նույնիսկ եղել է պահ, երբ ցանկացել եմ հրաժարվել, բայց ես ինձ փորձեցի տեսնել տասնյակ տարիներ հետո ու հասկացա, որ եթե ես դա չանեմ, միգուցե ես ամբողջ կյանքում փոշմանեմ ու կարևորը չվախենալ միգուցե սխալվելուց։ Եվ դա ինձ օգնեց, որ ես ինքս գիտակցեցի, որ եթե սխալվեմ, դա իմ որոշումն է, ընդհանրապես կյանքում մարդ պետք է կարողանա որոշումներ կայացնել ու համերաշխ լինել դրանց հետ։ Կարծես թե ես համերաշխ եմ հիմա այդ որոշման հետ։ Եվ երբ արդեն սկսվեց այդ աշխատանքը 4 ամիս տևած փորձերից հետո ու հանկարծ տեսնում եք, մտնում եք, ինչ-որ չգիտեմ, տոմսերի վաճառքով զբաղվող կայք եւ տեսնում եք, որ ամբողջովին սպառված են տոմսերը, այդ ժամանակին զգացողություն եք ունենում։ Երջանկության, միգուցե նաև վախի, պատասխանատվության, ներկայումս ամեն օր ես մտնում եմ, որովհետև հունվարի 28-ին ունենք եւս մեկ ներկայացում, ուրախությամբ ուզում եմ նշել, որ ներկայացումը արդեն թատրոնի խաղացանկում է, չեմ խափի եւ կնշեմ, որ երևի թե օրը 10-15 անգամ մտնում եմ, նայում եմ 1 տոմս վաճառվեց, 2 տոմս վաճառվեց, ինձ համար դա մեծ երջանկություն է որպես բալետմայստեր, այո։ Իսկ ինչու Սասունցի Դավիթը։ Սասունցի Դավիթ էպոսը ըստիս հայ ժողովրդի պատմությունը, կենցաղը, անցած ճանապարհը, սխալները, միգուցե նաև պարտությունները նկարագրող էպոս է։ Ինքնին էպոսը ենթադրում է էթնոսի մասին պատմող պատմություն, այսպես։ Ու 400 երեխայի շուրթերից հնչող այս պատմությունը մեծ կարևորություն կգտնի հանդիսատեսի մեջ, այսինքն իրենք դա կլսեն, կընկալեն, իրենց կգտնեն այս ներկայացման մեջ, իրենց կգտնեն որպես հերոս եւ կարևորը որ այստեղ Սասունցի Դավիթը ներկայացված է ոչ թե գլխավոր հերոս, այլ որպես գաղափար։ Այդ միտումն է ընդհանրապես հետևում ներկայացումը, որ ժողովուրդը այստեղ տեսնի գաղափար, ոչ թե գլխավոր հերոս։ Իսկ ժամանակային առումով կարծում եք այսօր հենց այն ժամանակներում, երբ մենք ապրում ենք, այն ամեն ինչ տեղի է ունենում մեր երկրում, մեր տարածաշրջանում, շատ համահունչ է հենց այս էպոսի ներկայացումը։ Կարծում եմ շատ համահունչ է եւ ուզում եմ նշել, որ արվեստագետներ եւս անդրադարձել են այս ներկայացմանը, մեր հայտնի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը եւս ունի ներկայացում բալետ օպերա, որը շատ տարիներ առաջ բեմադրվել է, շատ գեղեցիկ ներկայացում, այսինքն այս էպոսին անդրադարձել են շատ անգամներ, ուղղակի պետք էր այս անգամ անդրադառնալ նորովի, որպեսզի խոսքը հասներ մասնավորապես երիտասարդներին, այսինքն իրենց լեզվով, իրենց պատկերացումներով եւ միգուցե նաեւ իրենց ճաշակով, այսպես։
ինչ անել, որ երիտասարդները ավելի շատ սիրեն օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, այսպես ասած ավելի շատ կապվեն թատրոնի հետ, որ այսպիսի նախադեպերը կրկնվեն։ Մի քիչ շատ գլոբալ հարց եք տալի, այսինքն մենք պետք է անցնենք Սասունցի Դավիթից այն կողմ եւ ըստ իս ներկայությամբ օպերային թատրոնը լավ քաղաքականություն է որդեգրել այն առումով, որ բեմադրվում են շատ մանկական ներկայացումներ, այսինքն կրթվում է հանդիսատես շատ փոքրուց, եթե երեխաները սկսեն հաճախել, նրանք տարիներ հետո կսիրեն, կլսեն դասական երաժշտություն եւ կդիտեն բալետներ։ Ձեր աշխատանքը, ինչ որ դուք արեցիք Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի օրինակով, ներկայացնում եք հենց դա, որ կարելի է ստեղծել մի, այսպես ասած, թեկուզ նորամուծություն անվանենք սա, նորամուծություն, որը կկարողանա երիտասարդ սերնդին բերել թատրոն, այսինքն այդ ամենակարևոր քայլերից մեկը, որը դուք կարողացաք անել առանց վախենալու, չնայած վախերը կարողացել եք հաղթահարել։ Կա ուրիշ նախագծեր, որ դուք ամեն դեպքում մտածում եք, որ չէ, սրանից հետո պետքա շարունակել ավելի համարձակ քայլեր անել։ Կարծում եմ, որ կլինեն նախագծեր, չեմ ուզում հիմա բարձրաձայնեմ, բայց որ համարձակությունս հիմա ավելի շատ է, վստահությունս եւ ավելի ամուր եմ կանգնած հիմա հողին, դա վստահ կարող եմ ասել, բայց դա միայն ինձանով պայմանավորված չէր, ես իմ մեջքի հետևում ունեի այնպիսի բալետային խումբ, որոնց կողքին թույլ գտնվել, ուղղակի ես ինձ թույլ չէի կարող տալ, այսինքն նրանք նույնիսկ ինձ պարտավորեցնում էին, որ ես օրորի լինեի ավելի ուժեղ եւ օրորի նրանց եւս ուժեղացնել այսպես։ Տեսեք, յուրաքանչյուր երկիր աշխարհում ճանաչելի է դառնում նախ եւ առաջ իր մշակույթով։ Այդ ամենակարևորն է, որ երկիրը կարողանում է ներկայացնել, որովհետեւ մնացած բոլոր հարցերը գալիս են, գնում են, բայց մշակույթը դա կայուն է։ Կա նախագիծ, կա արդեն, չգիտեմ, ինչ որ այս էտապներում կամ այս երկրներում պետք է ներկայացնել Սասունցի Դավիթ բալետ օրատորիան, որովհետև այսպիսի նախագծերով է, որ մենք կարող ենք ներկայանալ եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, այսինքն Հայաստանից դուրս ներկայացնելու ցանկություն կա եւ մտադրություններ։ Քանի որ նախագծի հեղինակը անձամբ ես չեմ, մի քիչ ինձ թույլ չեմ տա դրանց մասին խոսելու, բայց որ կան խոսակցություններ եւ ցանկություններ, վստահ կարող եմ ասել այո, ինքը մի քիչ դժվար է, որովհետեւ քանակը մարդկանց շատ է ներկայացման մեջ, ինքներդ պատկերացրեք 400 հոգի գումարած երաժիշտներ, պարողներ, բայց խոսակցություն կա եւ ցանկություն եւս կա։ Ուղղակի կատարելը դա արդեն շատ բարդ է, բայց հուսով եմ, որ մի օր կստացվի դա եւ մեր արտերկրում ապրող հանդիսատեսը նույնպես կարծում եմ այն էմոցիաները, որոնք որ զգացին օպերային թատրոնի հանդիսատեսը, կզգա նաեւ այլ երկրներում։ Տեսեք, Մոսկվայի մեծ թատրոնում ռեկորդային 1.2 միլիոն ռուբլի աճուրդով վաճառվել է Շելկունչիկ բալետի տոմսը։ Ձեր մտքում, տեսեք, այսօր արդեն հունվարի 3-ն է, ամեն դեպքում նոր տարի, տոնական օրեր կան, ցանկություններ, երազանքներ, որ մի օր ձեր ներկայացումներ կլինի այն թոփային ներկայացումներից մեկը, որ այսպես ասած աճուրդով տոմսերը կվաճառվեն։ Աճուրդի մասին դեռ չեմ կարող ասել, բայց մենք այսօր ունենք Մարդուկ ջարդուկ ներկայացումը, որը որ օրեր առաջ արդեն sold out է լինում, այսինքն բոլոր տոմսերը վաճառվում են, աճուրդի դեռ չենք հասել, չգիտեմ դա լավ է թե վատ է, բայց որ մեր ներկայացումներն էլ են միանգամից վաճառվում, դա ուրախացնող է, դա օպերային թատրոնի մյուս ներկայացումների մասին է խոսքը, իսկ Սասունցի Դավիթ օպերայի մասին կարող եմ ասել, որ մի շաբաթ է դրված է, որ մենք ունենք ամսի 28-ին հունվարի եւ արդեն 80%-ով տոմսերը վաճառված են, ինչը ինձ համար արդեն մեծ երջանկություն է, շատ համարձակ այսպես ցանկություն է, որ ես ասեմ աճուրդի հանվեն ու չեմ էլ փորձում մտածել, այսինքն այն ինչը որ կա հիմա, ես արդեն դրանով երջանիկ եմ։ Տեսեք, եկեք անկեղծ խոստովանենք, որ այստեղ մենք ունենք լուրջ գովազդի PR-ի խնդիր, որովհետև երբ դուք ասում եք Մարդուկ ջարդուկի տոմսերը ամբողջովին սպառված են, կամ երբ իմանում ենք, որ Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի տոմսերը չէ, ամբողջովին սպառված են լինում, մենք այս ամեն ինչը շատ հաճախ չենք տեսնում սոցիալական հարթակներում, որովհետև նույն Instagram-ում պարբերաբար բերում են շատ այլ ռաբիս երգիչների, չէ՞ որ լեփլեցուն դահլիճներ, համերգներ, փոխարենը շատ քչերն են տեղյակ լինում, որ օպերային թատրոնում կան լավ ներկայացումներ, տոմսերը լավ վաճառվում են եւ միշտ տպավորություն է շատերի մոտ, որ օպերային թատրոնի ներկայացումները անցնում են կիսադատարկ դահլիճում, մենք այստեղ գալիս ենք հասնում են եզրահանգման, որ գովազդը շատ կարևոր գործիք է մանավանդ մեր ժամանակներում, այսինքն այն աշխատանքը, այն
մեծ աշխատանք են, վեհ աշխատանքը, որ դուք անում եք, ունի նաև լավ ներկայացնելու, լավ գովազդի կարիք։ Համաձայն եմ, բայց մի փոքր էլ ձեզ կհակադրեմ, որովհետև մենք ունենք խաղացանկում շատ տարբեր ներկայացումներ, բացի Բարդուկ Ջարդուկից, որը շատ տոնական է եւ բնական է, որ պետք է բոլոր տոմսերը վաճառվեն, մեր փոքրիկների կողմից պետք է սիրված լինի այդ ներկայացումը։ Մենք ունենք այլ ներկայացումներ, որոնք որ եւս անցնում են լեփլեցուն դահլիճներով, միգուցե քիչ, միգուցե շատ գովազդներով, բայց վստահ եղեք, որ մենք որպես արտիստներ արդեն շատ քիչ ենք տեսնում դատարկ տեղերով հանդիսատեսի դահլիճ, այսպես որ Եվ դա ձեզ արդեն ուրախացնում է ոգևորում։ շատ։ Եվ որպես տարվա սկիզբ, ինչ կարևոր ցանկություն ունեք այս տարվա հետ կապված։ Կարևոր ցանկություն Որը առանձնացնում եք մյուս բոլոր ցանկություններից, մյուս բոլոր ծրագրերից, որ այդ ձեզ համար ամենակարևորն է, որ ուզում եք այս տարի իրականացնել։ Որպես մասնագիտական նշեմ, որ ցանկությունս այն է, որ Սասունցի Դավիթը ապրի։ Այսինքն միակ իմ երազանքը հիմա բնական է, որ առաջի երկուսը մարդկանց մոտ հետաքրքրությունից ելնելով են նրանք եկել եւ նայել, գնել եւ տոմս, երրորդը միգուցե մեկը մյուսին ասելով, այսպես տարածվել է, դրամար են գնել, իսկ արդեն ժամանակը ցույց կտա Սասունցի Դավիթը արդյոք կմնա, թե չի մնա։ Միակ ցանկությունս, որ ինքը ապրի ու ապրի նաեւ մարդկանց սրտերում։ Քանի որ սկիզբը շատ հաջող է տրված, ինձ թվում է նա դեռ շատ երկար տարիներ կմնա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, իմ հյուրը օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի լավագույն արտիստներից մեկն էր Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի բալետմայստեր Մարիամ Ասլանյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։